Ողջույն բոլորին, այս տեսանյութում հունվարի 10-ի լուսնային օրացույցն է։ Լուսինը 1 օր կլինի 22 օրեկան։ Սկսվում է գիշերը, հունվարի 9-ի գիշեր լույս 10, ժամը 01:30 րոպեից մինչև հունվարի 11-ը առավոտյան շուտ ժամը 02:48 րոպե։ Այդ օրը լուսինը կանգնած դիրք ունի ժամը 21:54 րոպեից մինչև հունվարի 11-ը ժամը 14:55 րոպե։ Հունվարի 10-ին լուսինը գտնվում է կշեռք նշանում երեկամները, միզածորանը, միզապարկը, երակները, մաշկը, ենթաստամոքսային գեղձը, ինսուլինը և գլյուկագոնը։ Այս օրգանները բավականին զգայուն են և ուշադրության կարիք ունեն։ Վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս օրգաններում։ Լուսնային 22-րդ օրվա խորհրդանիշը դա Փիղ Գանեշան է, Շիվայի որդին կոտրված ժանիքով, մագաղաթով, նաև գիրք և ոսկե բանալի է կոչվում։ Հիմնականը գաղտնի գիտելիքն է և օրվա կարգախոսը գիտելիքը ուժ է։ Օրվա գույները մանուշակագույն և կապույտ, օրվա քարերն են яшման, ագատը, նեֆրիտը։ Փորձությունների օր է, բայց պասիվ ու հիմնականում անհաջող, հատկապես լուրջ ձեռնարկումների համար։ Այսօր բարի գործերի օրն է, կատարեք բարի գործեր, կատարեք բարեգործություն, բայց ամենակարևորը ձեր մտքերը մաքրեք զայրույթից և բացասականությունից։ Ձեր գործողություններին ավելացրեք սեր և անկեղծություն։ Ձեր սեփական արարքներով ցույց տվեք ձեր երեխաներին, թե ինչպես ապրել։ Իմաստությունը կօգնի ձեզ խուսափել բացասականությունից։ Այսօր նախապատվությունը տվեք բնական հյութերին։ Շատ գաղտնիքներ կարող են բացահայտվել այսօր։ Ովքեր դժվարանում էին որևէ հարցին լուծում տալ, ապա այսօրը ձեզ մոտ նոր գաղափարներ կլինեն և կկարողանաք ամեն հարցին լուծում տալ։ Սովորաբար այսօրը կոչում են իմաստության օր։ Շատ քիչ կլինեն զգացմունքներ, ամեն ինչում կլինեք բավականին սառը։ Անգամ երեխաների հանդեպ։ Եթե ցանկանում եք ինքնակրթվել, ապա այսօրը կարող եք սկսել, ինչպես նաև կարող եք ձեռք բերել նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից։ Հետաքրքրությունը գիտելիքի հանդեպ շատ մեծ կլինի, բայց յուրաքանչյուր գիտելիք պետք է օգտագործեք լավի համար, այլապես նա կշրջվի ձեր դեմ։ Օրը կանցնի շատ հարթ և հանգիստ, նոր բիզնես հարկավոր չէ սկսել։ Բոլոր փակուղային թվացող խնդիրները կարող եք հեշտությամբ լուծել։ Տանը փոփոխություններ հարկավոր չէ անել, իրերը մի տեղաշարժեք իրենց տեղերից։ 22-րդ լուսնային օրվա հիվանդությունները համարվում են վտանգավոր։ Եթե այս օրը հիվանդանաք, ավելի լավ է անհապաղ խորհրդակցեք բժշկի հետ։ Մի զբաղվեք ինքնաբուժությամբ, ռիսկի մի դիմեք, խոցելի է սրբանը և ողնաշարի ստորին հատվածը։ Հղիություն և բեղմնավորում։ Այսօրը բեղմնավորված մարդը երջանիկ և իմաստուն կլինի։ Լուսնային 22-րդ օրը ծնվում են ակտիվ մարդիկ, որոնք սովորաբար ապրում են մինչև խոր ծերություն։ Իրենք իմաստության ավանդույթների պահպաններն են։ Երբեմն մարգարեական պարգևներ ունենալով իրենք գերազանց ուսանողներ են, ովքեր հեշտությամբ ընկալում են ցանկացած դաս։ Իրենք շատ առողջ են լինում մինչև խոր ծերություն։ Շնորհալի են, աշխատասեր, ազնիվ ու գործունյա մարդ։ Նրա խնդիրն է կյանքում ավելացնել հոգևոր հարստությունը, պայքարել արդարության համար։ Սակայն նրան բնորոշ է անճկունությունը, սեփական իրավացիության համոզմունքը, ինչը միշտ չէ, որ դուր է գալիս շրջապատին։ Սա միակ օրն է ամբողջ լուսնային ցիկլի ընթացքում, երբ քաղցրեղենի օգտագործումը ցանկալի է։ Ինչպես միշտ շատ օգտագործեք բանջարեղեններ և ձկնեղեն։ Սանրվածք։ Այսօր կարող եք կտրել ձեր մազերը, միայն վնասված ծայրերը, սա կօգնի բարելավել շնչառական և արտազատվող համակարգերը։ Բայց կարճ սանրվածքներ հարկավոր չի անել, դա կարող է խնդիրներ առաջացնել ֆինանսական ոլորտում, ինչպես նաև հարկավոր չէ կտրուկ փոխել արտաքին տեսքը։ Նաև հարկավոր չէ սափրել ամբողջ գլուխը։ Մազերի ներկում այսօր չի կարելի փոխել մազերի երանգը։ Եթե ներկեք բնական գույնով, ապա դա ձեզ կօգնի հասնել
Բիզնես և աշխատանք, անհաջող օր է ձեռնարկումների համար ընդհանրապես, քանի որ 22-րդ լուսնային օրվա ձեռնարկումները հիմնականում մնում են թղթի վրա։ Բայց աշխատանքի ընդունելության համար հիանալի օր է, լավ օր է փիլիսոփաների, գիտնականների և հետազոտությունների համար։ Նրանք կարող են այդ օրը բացահայտում անել, ինչը մեծ նշանակություն ունի կյանքի պրակտիկայի համար։ Հարմար օր է պետական գրանցման և մասնավոր դպրոցի կամ ուսումնական դասընթացների բացման համար։ Այսօրը բացվող կարի դասընթացները, փափուկ խաղալիքների գործունեությունը կամ որևէ գործ, որը կապված է սղոցելու հետ, շատ բարեհաջող կլինի։ Հաջողությունը կուղեկցի նրանց, ովքեր աշխատում են մեքենաշինության և տեխնոլոգիայի ոլորտում։ Հրաժարվեք ճանապարհորդություններից, գործուղումներից և երկար ճամփորդություններից։ Այս նպատակների համար չափազանց անբարենպաստ ժամանակ է, վթարի վտանգ կա։ Խորհուրդ չի տրվում առևտուր անել, դատի տալ և անշարժ գույք ձեռք բերել։ Ժամադրություններն ու ռոմանտիկ հանդիպումները նույնպես պետք է հետաձգեք ավելի ուշ։ Զգացմունքները լարված են, հնարավոր են խանդի բռնկումներ, որոնք հարաբերությունների խզում կարող են առաջացնել։ Անծանոթների հետ շփումը ևս պետք է սահմանափակեք։ Պետք է խուսափել ակտիվ շփումից։ Մի հաճախեք աղմկոտ միջոցառումների, ավելի լավ է այսօրն ամբողջությամբ նվիրել ձեզ, մենակ մնալ ինքներդ ձեզ հետ։ Օրը հարմար չէ ամուսնությունների համար, եթե ձեր հարաբերությունները հիմնված են նյութական հիմքի վրա։ Էզոտերիզմ։ Այսօրը կարող եք զբաղվել գուշակությամբ, բայց ոչ քարտերով, կարող եք մեդիտացիա անել։ Այսօր ավելի հեշտ կկարդաք սուրբ գրքերը, Աստվածաշունչը։ Այսօր վտանգավոր է նկարել տարածությունը, սահմանափակող նշաններ, թվեր, շրջանակ և քառակուսի։ Երազները սովորաբար իրականանում են։ Եթե երազում գիրք, նամակ կամ բանալի եք տեսնում, նշանակում է լուրջ փոփոխությունների շեմին եք, որից մի փոքր եք հեռու դեռ։ Երազների ճիշտ մեկնաբանությամբ իհարկե դուք կարող եք բացահայտել այն խոչընդոտները, որոնք առաջանում են մեր կյանքի ճանապարհին։ Լուսնային հավելյալ քարերն են, դա կապույտ ագաթը, կապույտ սաֆիրը և յաշման։ Նրանք այսօրն ունեն մարդու վրա ազդեցության առավելագույն ուժը։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Ինքնաճանաչում և իրավիճակի վերլուծում, երկարաժամկետ պլանավորում, տեսական և գործնական ուսուցում, չափավոր ֆիզիկական ակտիվություն։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը նոր կարևոր բաների սկսելուց, գիտելիքների կիրառումը գործնականում օգտագործել, մեծ գնումներ կատարել և շատ ուտել։ Քաղցր կարելի է, բայց շատ ուտել ոչ։ Եվ այսօր բարենպաստ է սկսել ծոմ պահել, ստոմատոլոգի մոտ այցելել, բարենպաստ է նաև նիհարելու համար, այցելել բաղնիք, սաունա, ծակել ականջները, վերցնել վարկ, դատական գործեր, բայց որ ընթացքի մեջ է, ոչ թե դատի տակ, բացեք բանկային հաշիվ, վարձով բնակարան վերցնել կամ տարածք, անշարժ գույք ձեռք բերել, գործարքներ կնքել, բայց ոչ շատ մեծ, նոր տուն գնել, կենցաղային տեխնիկա, նաև ամուսնության համար լավ է։ Այսքանը և այգեգործության համար այսօր բարենպաստ է կաղամբ տնկել, կարտոֆիլի բերքահավաքի համար է շատ լավ, բազուկի տնկման, ելակի տնկում, պահպանել, այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։